Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1414-րդ օրն է, մինչ ուկրաինական դրոնները ռուսաստանցիներին վարժեցնում են պատերազմական ժամանակաշրջանի կյանքի նոր իրողություններին, քաղաքական կյանքը նույնպես եռում է։ Նախորդին Փարիզում Ուկրաինայի դաշնակիցների կողմից ստորագրվեց կարևոր փաստաթուղթ, Թրամփի ընկերը եւ Փեսան ներկա էին, բայց չստորագրեցին, ամենայն հավանականությամբ Թրամփը ուզում է առանձին ստորագրել, իսկ Հայաստանի հարևան Իրանում ժողովուրդը քայլ առ քայլ իր վերահսկողության տակ է վերցնում ամբողջական քաղաքներ, բողոքի ցույցերը ակտիվորեն տարածվում են ողջ Իրանով մեկ։ Իդեպ մեր Telegram-յան ալիքում նույնպես սկսել ենք ավելի շատ նորություններ թողարկել Իրանի մասին, նաև Իրանի փողոցներից, բողոքի ցույցերի հենց էպիկենտրոններից։ QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն Telegram-ին, բաժանորդագրվեք։ Մինչ Պուտինը փորձում է խուսափել Մադուրոյի ճակատագրից եւ սկսել է իր շրջապատի զտումները, ստեղծվել է մի իրավիճակ, որ ի հայտ են գալիս նոր հավակնորդներ, Յանուկովիչի եւ Ասադի կողքին նստելու համար խոսքը Խամենեիի եւ Փեզեշքյանի մասին է։ Շատ հետաքրքիր ինտրիգային իրավիճակ է, տեսնենք թե ինչպես կհանգուցալուծվի։ Պուտինյան պատերազմի բազաները սկսել են խոստովանել, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանը հասցրել է սուր բյուջետային ճգնաժամի, իսկ երբ նրանք ինչ-որ բան որակում են որպես ճգնաժամ, դա նշանակում է, որ իրավիճակը բազմապատիկ ավելի վատ է։ Bloomberg գործակալությունը անդրադարձել է Ռուսաստանի նավթային արդյունաբերության անկման թեմային, արտահանումը նվազել է, գները անկում ապրել։ Ռուսաստանի Դաշնության նավթային ոլորտը փլուզվում է ռեկորդային տեմպերով, արտահանման նվազումը տեղի է ունենում Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած հարվածների ֆոնին։ Միևնույն ժամանակ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ավելի հաճախ է դիմում գորշ սխեմաների, բայց գորշ սխեման երբեք չի կարող փոխարինել հին մասշտաբները, ընդ որում ռուսական նավթի գները նվազում են ավելի արագ, քան համաշխարհային էտալոնային նավթի տեսակները։ Ռազմաճակատում նույնպես ոչ մի լավ բան չկա Պուտինյան ռեժիմի համար, հայտնի են դարձել մանրամասներ օկուպանտների մեծ կորուստների մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Բելգրադի մարզում գտնվող նավթաբազային հասցված հաջող հարվածը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ Բացի Բելգրադի մարզից, նախորդին Ուկրաինայի դրոնները տիրություն են արել Ռուսաստանի ավելի քան 10 տարածաշրջանների երկնքում։ Հունվարի 7-ի գիշերը ուկրաինական ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Ասկոլ-Նեֆտեսնաբ նավթաբազային, որը գտնվում է Բելգրադի մարզի Կացյոլ բնակավայրի մոտ։ Ռազմավարական օբյեկտը օգտագործվում էր օկուպանտների բանակին վառելիքով ապահովելու համար։ Բազայի տարածքում գտնվող պահեստարաններին հարվածելուց հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված կերպով նվազեցնել ռուսական բանակի հարձակողական ներուժը։ Նոր հարվածների հետևանքով խոցվել են հակառակորդի մատակարարման եւ վառելիքի օբյեկտները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ կադրերը մեր Telegram-յան ալիքում են։ Նաև հակառակորդի լոգիստիկան խաթարելու համար Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում հարված է հասցվել ռուսական զորքերի 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանման նյութատեխնիկական ապահովման պահեստին։ Վնասի ստույգ չափերը դեռ ճշտվում են, իսկ նախորդ հարձակումների արդյունքներով պարզվել է, որ Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Տեմպ ռազմավարական պահուստի նավթաբազայում վնասվել են 2 RVS 5000 տիպի ուղղահայաց պահեստարաններ, ռեզերվուարներ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված գործողությունները ուղղված ռուսական օկուպանտների հարձակողական եւ ռազմատնտեսական ներուժի թուլացմանը, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է դեկտեմբեր ամսվա ընթացքում Պուտինի բանակի ռեկորդային կորուստների թիվը։ 25 թվականի վերջին ամսվա ընթացքում պաշտպանության ուժերին առաջին անգամ հաջողվել է վնասազերծել ռուսական բանակի ավելի քան 33000 անձնակազմ, սա մոտավորապես այնքան է, որքան Ռուսաստանը կարողանում է հավաքագրել մեկ ամսվա ընթացքում։ Գեներալ Սիրսկու խոսքով 33000 վնասազերծված ռուսները միայն տեսանյութերով հաստատված դեպքերն են, օկուպանտների իրական կորուստները ավելի շատ են։ Մեր լսարանը գիտի, որ ես հաճախ եմ նշում, որ գլխավոր շտաբը սահմանափակվում է միայն այն թվերով, որոնք ֆիքսված են լուսանկարող եւ տեսանկարահանող սարքերով։ Ես միշտ խորհուրդ
արդեն տալիս 10-15% ավելացնել այն թվին, ինչը տալիս է Ուկրաինայի գենշտաբը։ Բացի այդ, դրոններով խոցված կամ ոչնչացված թիրախների ընդհանուր թիվը անցած դեկտեմբերին աճել է 31%-ով, իսկ հակառակորդի խոցված անձնակազմի թիվը ավելի քան քառորդով։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Իրանում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իլամ նահանգի Աբադան եւ Մալաքշահի քաղաքները, տեղի ուժայինները անցել են ապստամբների կողմը, նահանգի կենտրոնում Իլհամ քաղաքում ոստիկանությունը բացահայտ հրաժարվել է ցրել հանրահավաքները, Իլամ նահանգի հիմնական բնակիչները սուննի քրդեր են, իրադարձությունների դինամիկան ակտիվորեն ֆիքսվում է բոլոր հնարավոր միջոցներով, որոնք ցույց են տալիս բողոքի ալիքի իրական մասշտաբները, ինչպես արդեն ասացի մեր Telegram-յան ալիքում նույնպես սկսել ենք լուսաբանել Իրանի իրադարձությունները։ Շահի որդին Ամերիկայից քաջալերում է ցուցարարներին, ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր Telegram-ից։ Երեկվա եթերում ձեզ ասացի, որ լուրեր կան, որ Թրամփը մտադրություն ունի գրոհել ռուսական ստվերային նավատորմի նավը Վենեսուելայի մոտ։ Այսօր արդեն հաստատվեց, ԱՄՆ հատուկ ջոկատայինները սկսել են գրոհը եւ իջել ռուսական մարիներա տանկերի վրա։ Նավը գրավված է, Միացյալ Նահանգները իրականացրել են մարիներա նավթային տանկերի կանոնման գործողության ակտիվ փուլը, որը կապված է վենեսուելական նավթի մատակարարումների հետ եւ օգտագործվում է Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար։ Սա եւս մեկ հարված է վախեցած Պուտինին։ Reuters-ը մանրամասներ է ներկայացրել օպերացիայից ԱՄՆ դեսանտի վայրեջքի մասին ռուսական մարիներա տանկերի վրա։ Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի նավերը ուշացել են եւ չեն կարողացել օգնել իրենց նավին։ Վենեսուելայի հետ կապված եւ Ռուսաստանի դրոշի ներքո ընթացող նավթային տանկերը կալանելու ԱՄՆ փորձը վերածվել է լայնամասշտաբ ծովային գործողության։ Հայտնի է, որ գործողության պահին մոտակայքում նկատվել են Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի նավեր, այդ թվում Սուզանավ։ Տանկերի գրավման փորձը իրականացվում է Ատլանտյան օվկիանոսով ավելի քան 2 շաբաթ տևած հետապնդումից հետո։ Գործողությունը իրականացվում է ԱՄՆ առափնյա պահպանության ուժերի կողմից ամերիկյան զինված ուժերի աջակցությամբ։ Այն դարձավ Վենեսուելայի դեմ Ամերիկայի նախագահ Թրամփի վարչակազմի սկսած ճնշումների արշավի հերթական փուլը։ Նավը, որը նախկինում հայտնի էր որպես Բելլա 1, կարողացել էր սողոսկել պատժամիջոցների տակ գտնվող տանկերների ամերիկյան ծովային շրջափակման միջով։ Բացի այդ, նավի անձնակազմը բազմիցս մերժել է ԱՄՆ առափնյա պաշտպանության նավ բարձրանալու փորձերը, ինչն էլ հանգեցրել է իրավիճակի սրմանը։ Օրերս տանկերը վերանվանվել է մարիներա եւ նավարկում է ռուսական դրոշի ներքո։ Fox News-ի լրագրող Լուկաս Տոմիլսոնը հստակեցնում է, որ ամերիկյան զինվորականները արդեն բարձրացել են մարիներա տանկերի տախտակամած նախքան ռուսական ռազմական նավերի ժամանումը։ Reuters-ի տեղեկություններով ԱՄՆ առափնյա պահպանությունը Լատինական Ամերիկայի ջրերում բռնել է եւս մեկ տանկեր կապված Վենեսուելայի հետ։ Այսպիսով Ամերիկան շարունակում է ապահովել պատժամիջոցների տակ գտնվող եւ Վենեսուելայից մեկնող նավերի ծովային շրջափակումը, ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու ինտենսիվությունը այն քաղաքական փոփոխությունների ֆոնին, որոնք առաջացել են ամերիկյան կողմից վենեսուելական ռեժիմի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմամբ։ Մարիներան միակը չէ, որ Վենեսուելայի ափերի մոտ դրոշը փոխել է ռուսականի։ Ինչպես գրում է New York Times-ը, հունվարի սկզբից միանգամից մի քանի նավ անցել են ռուսական դրոշի տակ, երևի թե մտածել են, որ կարող են փրկվել, փաստորեն էլի բռնելու բան կա։ Դե ինչ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, գերտերության դերին հավակնող երկրին դեռ ոչ ոք այսպես չէր ստորացրել։ Տեսնենք ռուսական ռոպագանդան սա ինչպես է ներկայացնելու իբրև պայմանավորված ակտ։ Իրենք երբ պարտվում են, սկսում են խոսել, թե դա պարտություն չի, այլ պայմանավորվածություն է։ Հիմա ամերիկյան կողմը այլևս ստելու հնարավորություն չի թողնում Պուտինի ռեժիմին։ Պուտինը վախից իրեն կարծես կորցրել է Ամերիկայի փայլուն գործողությունը Վենեսուելայում եւ դիկտատոր Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը ուժեղացրել են պարանոյան Կրեմլում։ Դիկտատորը մասշտաբային զտումներ է նախապատրաստում իր մերձավոր շրջապատում, արկա տվյալների համաձայն այն անձինք, ովքեր անմիջական հասանելիություն ունեն Պուտինին, մոտ ժամանակներս ակտիվորեն ստուգվելու են դավաճանների առկայության առումով։ Գլխավոր խնդիրն է բացահայտել բոլոր ոչ լոյալ անձանց, որպեսզի չլինի այնպես, ինչպես Մադուրոյի դեպքում
Մինչ Պուտինը մտածում է զտել իր շրջապատը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան երեք ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ուկրաինական տարածքում բազմազգ զորախմբի տեղակայում եւ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ պատերազմի դադարեցումից հետո վճռականների կոալիցիայի հիմնական մասնակիցները Փարիզում համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը, որը պետք է գործի զինադադարի հաստատումից հետո։ Ստորագրված փաստաթղթում նշվում է ուկրաինական տարածքում միջազգային զորախմբի տեղակայման մտադրության մասին, որը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետ մղմանը, եթե այդպիսին տեղի ունենա ապագայում։ Վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից ստորագրված բոլոր խաղաղության համաձայնագրերը խախտվել են Մոլդովայում, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Հաշվի առնելով այս փորձը, մենք խաղաղության երաշխիքներ ենք ուզում։ Փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը նաեւ լուսանկար է հրապարակել Զելենսկու հետ X սոցիալական ցանցում, մակագրելով այն այսպես. «Միասին կառուցում ենք անվտանգության հուսալի ճարտարապետություն Ուկրաինայի համար»։ Ասեմ, որ բավական վճռական հանդես է եկել նաեւ Գերմանիայի ղեկավար Մերցը, փորձում է հետ չմնալ իհարկե Մեծ Բրիտանիան։ Շատ կարևոր փաստաթուղթ է, տեսնենք Ամերիկան երբ կմիանա այս փաստաթղթին։ Դե իսկ Ռուսաստանի օկուպացիոն բանակը շարունակում է դրոններով եւ հրթիռներով գրոհել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հունվարի 7-ի գիշերը տուժել են Դնեպր քաղաքը եւ Դնեպրոպետրովսկի մարզի այլ բնակավայրեր։ Դնեպրում թշնամու հարձակման հետևանքով վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 2 երեխա։ Քաղաքում գրանցվել են մի քանի հրդեհներ, որոնք բռնկվել են դրոնների հարվածներից հետո։ Կրակը վնասել է բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, ինչպես նաեւ վարչական շենքեր եւ ավտոմեքենաներ։ Բացի այդ, հայտնի է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վնասման մասին։ Այս գիշեր ռուսական դրոնները գրոհել են նաև Սինելնիկովեի շրջանի բնակավայրերը, ինչի հետևանքով հրդեհվել է մասնավոր բնակելի տուն։ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը ռուս օկուպանտները հրետակոծել են արդեն հրետանուց։ Դե Ուկրաինայի քաղաքացիական բնակիչների դեմ ռուսական հանցագործությունները նորություն չեն, դրանք ամեն օրվա ռեժիմով են տեղի ունենում։ Իսկ ռազմաճակատում ռուսական բանակը կարծես իրեն սպառում է։ Պոկրովսկի մոտակայքում ռուսական օկուպացիոն բանակի սպաները ամեն կերպ փորձում են տեղափոխվել դեպի թիկունք։ Ռուս սպաների մեծ մասը Պոկրովսկ ուղարկվել է, ընկալում է որպես վտանգավոր աքսոր։ Ռուսաստանի օկուպացիոն բանակը արդեն ավելի քան 1 տարի եւ 5 ամիս գրոհում է Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը պահպանում են իրենց դիրքերը։ ԱՏՇ-ի պարտիզանները նշում են, որ ռուսական բանակում ավելի հաճախ են գրանցվում դեպքերը, երբ զինվորները հրաժարվում են գնալ Ուկրաինայի զինուժի դիրքերի դեմ արդեն 100%-անոց կործանարար գրոհների, այդ մսային գրոհների մասին է խոսքը, իսկ օկուպացիոն բանակի սպաները սկսել են զանգվածաբար զեկուցագրեր գրել թիկունք տեղափոխվելու համար։ Բարձրագույն հրամանատարությանը միայն բռնի մեթոդներով է հաջողվում մասնակիորեն պահել սպաներին մարտի դաշտում։ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակը դեռ 24 թվականից փորձում էր շրջափակել եւ գրավել Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, սակայն Ուկրաինայի զինուժը ամենուր պահում է դիրքերը։ Այս գործում առանցքային դեր ունեն ուկրաինական դրոնները, որոնք թույլ չեն տալիս թշնամուն առաջխաղացում ունենալ։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին։ Ռազմաճակատում վերջին 1 օրվա ընթացքում տեղի է ունեցել 221 մարտական բախում, որոնց ընթացքում Ռուսաստանը կորցրել է եւս 1040 օկուպանտ եւ 560 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առօրյա դրությամբ կազմել են 1,214,500 զինվորական։ Ռելիզը ձեր էկրաններին է։ 3 հունվարի 6-ին Պոկրովսկի ուղղությամբ Ռուսաստանի բանակը 44 անգամ է գրոհել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, իսկ Գուլյայպոլիի ուղղությամբ 48 անգամ։ Ինչպես արդեն 3 ասացի ձեզ, սա նշանակում է օկուպանտների առաջնահերթությունների փոփոխության մասին։ Դե բազում նման փոփոխություններ են եղել, ուկրաինական բանակը արդեն վարժվել է, այնպես որ այդ փոփոխություններից իրականում մարտի դաշտում ընդհանուր պատկերը չի փոխվում։ Այսօր արդեն շատերի համար բուրն աշխատանքային օր է, շատ չծանրաբեռնեմ նորություններով, ամենագլխավորը ներկայացրեցի, ավելի շատ կարող եք իմանալ մեր Telegram-յան ալիքից։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Հույս ունեմ, որ վաղը կհանդիպենք արդեն ավելի լավ լուրերով։ Մնացեք բարով։